Դատաբժիշկ փորձագետ Հովհաննիսյանը դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձականությանը ներկայացրել համազգաստ Խաչատուրի Ներսիսյանը փորձականության կարգավորումը սկսվել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին և ավարտվել է 2019 թվականի նոյեմբերի 1-ին։ Ցանկանում եմ այս եզրակացությունից հրապարակել գործի հանգամանքներ հատվածը, ըստ որի 2000 թվականի մարտի 1-ից մինչև 30 ժամանակահատվածում Երևան քաղաքում իրենց ծերազենի պայքարի գործերի գործադրման սպանությունները զուգորդված անվազային հակասություններ հրավերել կազմակերպելու դեպքերի ակտիվ Հայաստանի Հանրապետության քրեական լեզվի 425 եւ 235 երկրորդ մասով Հայաստանի Հանրապետության Արտադրության ծառայությունում հաստատվել է 622 քրեական գործը նախաքննության ընթացքում համոզված Խաչատուրի Ներսիսյանը որպես վկայություն կերտվել այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին լուսադեմին Երևան քաղաքի օպերայի հրապարակում անցկացվող ցույցերի մասնակցելու ժամանակ իրեն անձամբ միանձ որոշելով ուժեղացրել է դեպի շրջանը, որի հետևանքով ծնկի է եկել եւ այդ ժամանակ այդտեղ գտնվող 3 անձանցից մեկը մեկ անգամ որոշելով հարվածել է դատային շրջանում։ Դեմքին ուղղված հարվածի հետևանքով վնասվել է շփումները եւ պատանաշարայր անձի հարվածի հետևանքով կոտրվել է թվով 600 արկանները, որոնք ոսկուցեն եղել, որոնցից 2-ի բնական ատամներն են եղել, որոնց վրա նույնպես ամրացված եղել ոսկուշապիկներ, որոնք միասին զոհված են եղել իրար։ Հարվածի հետևանքով կոտրված ատամները տարվել են բերանի մեջ, դեպքից հետո օգնությանը դիմել Երևան քաղաքի Գումի շուկայի մոտ գտնվող ատամնաբուժարանում, որտեղ քաշել են կոտրված 2 ատամների արմատները։ Դրանից հետո բժշկական կենտրոնում ուժեղության չի դիմել, ուժեղության վերաբերյալ որևէ փաստաթուղթ իրեն չի տրամադրվել։ Ըստ փորձաքննողի խոսքերի 2000 թվականի մարտի 1-ին ժամ 8-ի սահմաններում անձանոթ մեկը որոնցով հարվածել է բերանին, այն հետևողին, որից ստորին ծնոտի 6 ատամներ, որոնք ոսկուց են եղել, որոնցից 2-ը բնական, որոնց վրա նույնպես ամրացված է եղել ոսկու շապիկներ, որոնք միասին զուգված են եղել իրար, կոտրվել են եւ նկատել է, որ արյուն է գալիս։ Դրանից հետո զգացել է ցավ նստատելի շրջանում, նկատել է արյուն եւ ուշտապողությունը վիրակապել է։ Դրանից հետո ինքը գնացել է տուն Հոկտեմբերյան, որտեղ ուժեղություն չի ստացել։ Նույն օրը եկել է Երևան Գումի շուկայի կողքին գտնվող ատամնաբուժարանում, իրեն ցուցաբերել են ուժեղություն, հեռացրել կոտրված ատամները։ Հետիկային շրջանի վերջի կապակցության մեկ օրը գնացել է Վեցանովի վերաբուժներից մեկի մոտ, ստացել է ուժեղություն, ստացել է 10-15 օր ուժ։ Ըստ օբյեկտիվ ուսումնասիրության տվյալները հատվածի դատաբժիշկ փորձագետի ձախ հետիկային շրջանում ստորին դեսանեսային քառակուսու շրջանում ապրել 4.0 անգամ 1.2 սանտիմետր չափերի որոշակի ներքաշված քիչ շարժում սպիտակավուն գույնի փայլուն մակերեսով սպիվերին եւ ստորին շփումների ներսային մակերեսների սպիներ չհայտնաբերեցին վերին ծնոտի արտեսի առաջին եւ 5-րդ ձախից երկրորդ ատամները բնական են, մնացածը բացակայում են, ստորին ծնոտի նայեցական ատամներ շարժական պրոթեզ։ Տրվել է ուղղակի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընտանիքի ստոմատոլոգիայի խորհրդատուի կոնսուլտացիայի 2015 թվականի հոկտեմբերի 10-ին ստացվել է կոնսուլտացիոն պատասխանը, որի պատասխանը ձեր կողմից ուղարկված 01 առաջնորդությամբ հայտնվում է, որ քաղաքացի Համազգաստ Ներսիսյանի մոտ հետազոտության արդյունքում օբյեկտիվորեն հայտնաբերվել է ստորին ծնոտի լրիվ անանամություն։ Հնարավոր չէ հստակացնել, որ ատամների ուստը կապված է 2000 թվականի մարտի 1-ից 2-ի դեպքերի հետ հաշվի առնելով դեպքի հավանության շանսը։ Եվ հետևություններ հատվածին համաձայն Համազգաստ Ներսիսյանի օբյեկտիվ ուսումնասիրությամբ հայտնաբերվել է սպի ձախ հետիկային շրջանում, որը նախկինում երաժշտի ապահովման արդյունք է, ներկայումս բժշկական փաստաթղթերի բացակայության եւ փորձաքննության ուշ ներկայանալու պատճառով վերջինիս բույկը առաջացման մեխանիզմը որոշել հնարավոր չէ եւ սովորական ընթացքի դեպքում առողջության պատճառել է դեպքերնաս առողջության պատճառել կայանում։ Հաշվի առնելով սպի արտաքին դեպքեր շրջապերից համակազմվածքը կարելի ասել, որ այն առնվազն 1.5 տարի եւ ավելի հավանություն։ Համազգաստ Ներսիսյանի մոտ հայտնաբերվել ատամների բացակայություն, որը նույնպես բժշկական փաստաթղթերի բացակայության եւ փորձականության ուժ ներկայանալու ինչպես նաեւ լրացուցիչ կոնսուլտացիոն հետազոտությունների տվյալներով որոշել ատամների բացակայությունը տրավմատիկ ծագումնաբանություն ունի, թե ոչ հնարավոր չէ։ Եզրակացությունը ստորագրվել է դատաբժիշկ փորձագետ Հովհաննիսյանի կողմից եւ առկա է համապատասխան գրք։ Մյուս եզրակացությունը կրկին դատաբժիշկ փորձագետի եզրակացություն է,
որը վերաբերում է Ռաֆայել Ազատյանի եզրակացության համարն է 392-ը, որը գտնվում է քրեական գործի առաջին հատորի 233-ից 234-րդ էջերում։ Ինչպես նշեցի, գործագետի եզրակացության համարն է 392-ը, փորձակնությունը կատարվել է 2008 թվականին, Քննիչի 2008 թվականի մարտի 8-ի որոշմանը։ Փորձակնությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դատաբժշկական գիտահետազոտական կենտրոնի փորձագետ Բաբայանի կողմից սկսվել է փորձակնության կատարումը 2008 թվականի մարտի 11-ին, ավարտվել է 2008 թվականի մարտի 14-ին։ Փորձագետի եզրակացության հետազոտական հատվածից ցանկանում են հրապարակել ըստ փորձագետի խոսքերի հատվածը, համաձայն որի 2008 թվականի մարտի 1-ին Լուսադեմին օպերայի մոտակայքում փողոցով քայլելիս տեսել է ժողովրդին եւ զինծառայողների հետ չի հասկացել ինչպես ինչ հանգամանքներում, ինչ որ բանով, մահակով կամ զոհով հարված է ստացել գլխի շրջանում, որից հետո կարծիքով իրեն տարել են մինալնանոց, որտեղից լույս լրվելուց հետո այլ ուժական հիմնարկություն չի գիտել։ Իմոդիսիարով սա դրա համար դժվարություն է ունեցել։ Գանգատները հատվածում նշվել է, որ ներկայումս գանգատներ չներկայացնում, բժշկական փաստաթղթերի տվյալները հատվածի համաձայն, ինչպես երևում է ներկայացված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի թիվ 1247 ֆոտորակ հարուցող իմանության պարմակի սերով բաժերից վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 2008 թվականի մարտի 1-ին ժամը 07 կամ 35 կամ 45 պատմության դատական սերոսա դրա համար հստակ չէ։ 08 ժամը 07-40 որպես շտաբդեր կանանց ուղեկցի պոլիտրավմա ուղղատող հիմնարկության ախորոշման։ Ըստ Իվանի ենթարկվել է ծեծի, օբյեկտիվ քննությամբ հայտնաբերվել է, ընդհանուր վիճակը միջին ծանրությանը գիտակցություն ունի, շրջանցությունի ինքնուրույն հեմատոմաներ գլխի և կստավանդակի շրջաններում զարկերակային ճնշումը 170, պուլսը 94 զարկ, որովայնի պատուք է անցավ տարբերվել է որովայնի փողոչի, զոնոգրաֆի քննություն, պահարել խիմատոզ, օրգաներն ամբողջական են, ազատվելու չկա, ախորոշումը, պոլիտրավմա։ 2008 թվականի մարտի 1-ին տարբեր մասնագետների զննման տվյալներով տրավմատոլոգ գանգատներ չներկայացնում, տրավմատիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել։ Վիրաբույժ ուղղորդ զննման պահին սուր վիրաբուժական պաթոլոգիա չկա։ Կասկային վիրաբույժ կասկավանդակի կողմից գանգատներ չի ներկայացնում, օրգաների կողմից տրավմատիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել։ Նյարդավիրաբույժ զննման պահին սուր նյարդավիրաբուժական պաթոլոգիայի նշաններ չկան, կա սալջարվել, ձախ ճակատային շրջանում, որ 2 սանտիմետր չափսի։ 2008 թվականի մարտի 1-ին կատարված գանգի կասկավանդակի տարածում հրաշալի պարամիցային հատվածի ռենտգեն գիտալ հետազոտություններով ոսկրային տրավմատիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել։ Այլ միական վիրավորներ ներկայացված բժշկական փաստաթղթի վրա չկան։ Դուրս է գտվել մեծ 2008 թվականի մարտի 1-ին և որպես կլինիկական ախտորոշում հիվանդության պատմություն նշվել է ձախ ճակատային շրջանի փոփոխ կիսվածքների սալջարներ։ Անձնական զրույցության տվյալների համաձայն ձախ ճակատագագաթային շրջանում առաջ հետ ուղղությամբ հարկայ անգանաձևի անհարթ եզրագծերով 1.7 սանտիմետր չափսի վեր, որը պատված է չորացած վարյան ու շարակերովին կեղերջով։ Եվ հետևությունները փորձագետի Քաղաքացի Բալբաբյանի մարմնական վնասվածքը ըստ բժշկական փաստաթղթերի և անձնական զրույցության տվյալների ձախ ճակատագագաթային շրջանի սալջար վերքի ձևով հասցվել է դուր ոչ կանարգայով, հնարավոր է նշված ժամկետում, որն առաջացրել է առողջության թեթև վնաս, առողջության վարչապետ քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոչ պակաս 6 օրից և ոչ ավելի 21 օրից։ Եզրակացությունը կնիկված և ստորագրված է դատաբժիշկ փորձագետ Բաբայանի կողմից։ Մյուս եզրակացությունը կրկին դատաբժշկական փորձագետի եզրակացությունն է, որը վերաբերում է քրեական գործողություն Արտուր Բիրումյանին,
գործակիցի եզրակացության համարը 350 և այն գտնվում է քրեական գործի առաջին հատորի 246-248 էջերում։ Փորձաքննությունը կատարվել է 2007 թվականի մարտի 7-ին, հենց նույն օրը կայացված քննիչի որոշման հիման վրա։ Փորձաքննությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտահոսանքային կենտրոնի փորձագետ Բաբայանի կողմից։ Փորձաքննությանը ենթարկվել Արթուր Գեորգի Իլումյանը, 15 միջազգայնագետ, փորձաքննությունը սկսվել է 2008 թվականի մարտի 7-ին և ավարտվել է 2008 թվականի մարտի 10-ին։ Հետազոտական մասի համաձայն փորձաքննողի խոսքերի հատվածում գրառվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին ժամանցի սահմաններում իր մոր հետ դուրս են եկել փողոց հորը ընտրելու, հրապարակի մոտակայքում տեսել են 50 հոգի, որոնք մահացնելով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր շրջաններին։ Շտաբօգնության կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից դուրս գրվելուց հետո այլ ուժական հիմնարկություն չի դիմելու։ Փորձաքննողը գանգատվել է գլխացավից ընդհանուր թուլությունից, եզրակացության բժշկական փաստաթղթերի տվյալները հատվածի գրառումների համաձայն, ինչպես երևում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի թիվ 1252 ոտորակ 90-ի հիվանդության պահպանից, վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 2008 թվականի մարտի 1-ին ժամը 10:15-ին շտաբօգնության 004 բրիգադի կողմից պոլիգրաֆմա հիմնարկության ախտորոշմամբ գանգատվելով գլխացավից ողնաշարի ստորին հատվածի ցավերից։ Ըստ հիվանդի և ուղեկցող բժշկի ենթարկվել է ծեծի։ Օբյեկտիվ քննությանը գիտակցություն մարգարը գրգռված է շնչառություն ինքնուրույն, մաշկը և լորձաթաղանթները գունատ, սրտի տոները ռիթմիկ են, զարկերակային ճնշումը 120, պուլսը 80 զար, ոլորվայինը պահպող անցավ գանգատներ չինը ինչ-որ հատվածների գլխի վրա ձախ գագաթ-բունքային շրջանում ապրայ սալջարդեր, սոնոգրաֆի քննության ոլորվայինում ազատ հեղուկ չկա։ Հիվանդը զնգվել է տրավմատոլոգի կրծքային վիրաբույժի, ուրոլոգի վիրաբույժի կողմից զնման պահին վերջույթների կոնֆլիկտների, կողերի կոպիտ ախտաբանական շեղումներ, նաև սուրբ վիրաբույժական պաթոլոգիա չի հայտնաբերվել։ 2008 թվականի մարտի 1-ին կատարված գանգի, կրծքավանդակի, ողնաշարի պարամուսային հատվածի ռենտգեն, հետազոտությունների տվյալներով տվյալ նկարների վրա ոչխարի վնասվածքներ չկան։ Նյարդավիրաբույժական բաժանմունքի վարիչի դիտումով ընդհանուր վիճակը բավարար է, լավ հիշում է կատարվածքը, սրբարբոց դստում գիտակցության գուրուրջի նշում առկա է գագաթաբունքային շրջանի քերծվածքներ, սալջար, մերինգիալ նշաններ չկան, գանգուղեղային նյարդերը նորմայի սահմաններում, օջախային նախաբանություն չկա։ Ախտորոշումը ձախ գագաթաբունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջար և քերծվածքներ դուրս է գտած 2008 թվականի մարտի 2-ին ներկայացված հիվանդության պահպանագրի սերոպարժնի ինֆոսակրտի վրա կլինիկական և եզրափակիչ ախտորոշումներ չեն գրված։ Եվ հետևությունների մասի համաձայն քաղաքացի Իլումյանի մարմնական վնասվածքները գլխի, ուրանի շրջանների քերծվածքի, արյունազեղումների, սալջարդ վերքի ձևով հասցրել են բուրդ կոշտ առարկաներով հնարավոր է նշված ժամկետում, որոնք առաջացրել են առողջությանը թեթև վնաս, առողջությանը պատճառել պայքարումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տեղեկությունը ոչ պակաս 6 օրից և ոչ ավելի 21 օրից։ Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքների ծանրության աստիճաններին առանձին հապագլխի շրջանի սալջարդ վերքն առաջացրել է առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև պայքարումով, իսկ մնացածը ինչպես առանձին, այնպես էլ միասին վերցված առողջության թեթև վնասի արտանիշներ չեն պահպանվում։ Դատաբժիշկ փորձագետը Բաբայանն է, եզրակացությունը ստորագրված է նրա կողմից։ Մյուս եզրակացությունը կրկին դատաբժշկական փորձաքննության ոլորտի է, այն վերաբերում է սուպերական գործող ուժով Հովհաննես Մարգարյանին, եզրակացության համարն է 2937, որը գտնվում է քրեական գործի 4-րդ հատորի 75-ից
77-րդ էջերում։ Փորձագետի եզրակացության տիտղոսատերկում արտագրառումների համաձայն փորձագետությունը կատարված է 2019 թվականի սեպտեմբերի 27-ի Բարին իրականացնող բնիչի կողմից կայացված որոշման հիման վրա։ Դատաբժիշկ փորձագետն Գևորգյան, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Երևան քաղաքի դատաբժշկական փորձագետությունների բաժնի վարիչ է։ Փորձագետությունը սկսվել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, ավարտվել է 2019 թվականի հոկտեմբերի 3-ին։ Ցանկանում են փորձագետի եզրակացությունից գործի հանգամանքների հատվածը ընդգրկել, ինչպես երևում է որոշումից 2008 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության Պետական Օրենսգրքի 225-րդ դպրոցի 3-րդ մասով և 235-րդ դպրոցի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է սննդերական գործը 2008 թվականի մարտի 1-ից 2 նկար ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած հրավերների պայքարի գործադրմամբ սպանություններով զուգորդված ցանկացային նախադասություններ հրավիրելու և կազմակերպելու փաստի ակտի։ Նախագահության ընթացքում ուժը Հովհաննես Մանուկյանը ցույց տվել այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին լուսադեմի գտնվել ազատության հրապարակում։ Նույն ժամանակ հրապարակ են մտել ոստիկանության աշխատակիցները, ովքեր մահակներով ծեծի են ենթարկել հրապարակում գտնվող անձանց, այդ թվում իրեն։ Ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում մահակով հարվածներ ստացել Ճակատի և Մեջքի շրջաններում, որի արդյունքում ուշագնաց է եղել և իրեն շտապողության մեքենայով տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ստացել է ստացիոնար բուժօգնություն։ Քննության ընթացքում Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ստացվել է Հովհաննես Մանուկյանի հիվանդության պահպանների պատժենը։ Ըստ փորձաքննողի խոսքերի 2008 թվականի մարտի 1-ին ժամը 6-ի սահմաններում ազատության հրապարակում գտնված ժամանակ ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, որոնք ռետինե մահակով հարվածել են գլխին, մեջքին, վահանով դարձյալ հարվածել են գլխին և քթին։ Միաժամանակ կիրառել են էլեկտրական շոկեր, որից հետո շտապողության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Գանգատներ բաժնում նշված է, որ գանգատվել է գլխացավից, գլխապտույտի ձեռքերակային ճնշման բարձրացումից։ Այնուհետև փորձագետը գրառել է, որ բժշկական փաստաթղթերի տվյալների համաձայն, այսինքն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի թիվ 1248 ֆոտորակ Արին բժշկական քարտից մեջ բերված տեղեկությունների համաձայն հիվանդը ընդունվել է 2008 թվականի մարտի 1-ին ժամը 0:49-ին վերակենդանացման բաժանում շտապօգնության պոլիտրավմատ որոշման, վիրավորչի վնասված կապանի, կրծքային վիրավորչի և ուղղողի դիզուլման պաթոլոգիա չի հայտնվել, որովայնան ազատվելով չի հայտնաբերվել, ձեռքերակային ճնշումը նշվել է 188 ձեռքերակրոպեում, Նյարդավիրաբույժի կողմից կենտրոնական արտենամավակի կողմից պաթոլոգիա չկա, օբյեկտիվ հայտնաբերվել է ձախից ճակատային շրջանում թափող հյուսվածքների սարժանքներ, ձախ ճակատային շրջանում մարկայինը 2 սանտիմետր և միտք հավաքվել է վերջակետը դրվել, դիմացօդային վիրաբույժի դիտումը, քթի քամբի շրջանում նշվում է 0.5 սանտիմետր չափսի սալջարքներ, 2008 թվականի մարտի 1-ին կատարվել է գանգի կսկարվանդակի օրգանների ողնաշարի պարանոցային հատվածի և աջ արմնկահույսի ռենտգեն նկարահանումներ, տվյալ ռենտգեն նկարների վրա կոպիտ ոսկրատավանատի վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Հետևությունների մասի համաձայն Հովհաննես Մանուկյանի մարմնական վնասվածքները ըստ հիվանդության պահպանների տվյալների ձախից ճակատային և քթի քամբի շրջանների սալջարք վերքերի այժմ սպիների ձևով հետևանք են դուր տարածքների ազդեցությանը, չի բացառվում փորձաքննողի ցուցմունքում նշված հանգամանքները, որոնք պատճառել են առողջության ընդհանուր վնաս, առողջության կարճատև քայքայի մոտ, նկատի ունենալով վնասվածքների անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների գերությունը 6 օրից ոչ պակաս, բայց ոչ ավելի 21 օրից։ Փորձագետի եզրակացությունը ստորագրված է փորձագետ Շավարժ Գևորգյանի կողմից և քննված է Երևան քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների բաժին համարվող քննքի դրոշով։ Մյուս փորձագետի եզրակացումը գրքի դատաբժշկական փորձաքննությունների ոլորտի է։ Դա վերաբերում է Հարություն Կարապետյանին, փորձագետի եզրակացության համարը 391-ն և այն գտնվում
քրեական գործի առաջին հատորի 261-ից 263-րդ էջերում հարվածունեցելով էջում Մեղանդականի հարվածուն երկրորդ բարբերություն ես ցուցակում տվել եք չեմ նշել դա ցուցակում երկու հրաժարվում եմ ես այն չեմ Ընտրեմ հաջորդը 391-ն է չէ, դա մի եզրակացություն է, որը այս նոր ցուցակում, որ ապացույցների հետազոտման հաջորդականություն սահմանեցին, դա չներառվեցին։ Հասկանալի է պատոնական թիվն է Մյուսը դատաբժիշկ փորձագետի թիվ 719 եզրակացությունն է, Թովրիկ Ղազարյանի վերաբերող դժոխ, որը գտնվում է քրեական գործի առաջին հատորի 298-ից 299-րդ էջերում փորձագետությունը կատարված է 2008 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության Հանրապետական ծառայության ընդգրկել Պավլովին Չիգենկոմյանի և Պավլովի ապրիլի 29-ի որոշման վրա։ Ինչպես նշեցի, փորձագետությանը ենթարկվել Թովրիկ Ղազարյանը։ Փորձագետությունը սկսել է 2008 թվականի ապրիլի 28-ին, ավարտվել է 2008 թվականի մայիսի 8-ին։ Ցանկանում եմ փորձագետի եզրակացությունից հետազոտական մասից հետազոտել անձնական զննման հատվածը, որտեղ ֆիքսվել է, որ կարգավանդական սիմետրիկ ձախից հետին անոթային գծով 8-րդ փողի պրոյեկցիայով շրջապատում է ոսկրային կոշտուկ։ 2008 թվականի մայիսի 9-ին ստացվել է իսկ դրություն Հայաստանի Հանրապետության Հանրապետական ծառայության ընդգրկումիչի կողմից թիվ 1065-08 առ 30.07.2008 թիվ 622.026 քրեական գործով 2008 թվականի ապրիլի 29-ի որոշման նշանակված Թովրիկ Ղազարյանի վնասվածքների վերաբերյալ դատաբժշկական փորձագիտության անհրաժեշտությունից ելնելով ուղարկվում է աշտարակի բժշկական կենտրոն կամ բաժնետիրական ընկերությունից հարաբերված բժշկական տեղեկանքը։ Ինչպես երևում է, ներկայացված տեղեկանքից 2008 թվականի մարտի 2-ին դատավորել է կարգավանդակի ռենտգեն նկարահանում ձախից առկա է 8-րդ փողի կողմված վերաշարժումով միջին անոթային գծով, 10-րդ փողոցի կողմված հակագծերի մեջաչափ հետին անոթային գծով աննշան վերաշարժում։ Եվ նշվել է, որ հիդրոֆլեյմոտոլակ չկա։ Հետևությունների համաձայն դատաբժշկի փորձագետի Թովրիկ Ղազարյանի ստացած մանրական վնասվածքները ձախից 8-ից 8 և 10-րդ փողոցների կոտրվածքների ձևով պատճառված են ուժ առարկաների ազդեցությամբ, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամանակի և պատճառվել է առողջության միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով նկատի ունենալով վնասվածքների տանջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21 օրից ավելի։ Փորձագետի եզրակացությունը ստորագրված և կնքված է փորձագետ Ադամյանի կողմից։ Եվ 0798 եզրակացությունը, որով վերաբերում է ուժող Անդրանիկ Տիկյանին, և այդ եզրակացությունը գտնվում է քրեական գործի 9-րդ հատորի 226-ից 228-րդ էջերում։ Նշեմ ի սկզբանե, որ այս փորձագիտությունը նույնպես կատարվել է 2019 թվականին, մասնավորապես 2019 թվականի մարտին, հատուկ բժշկական ծառայության ընդգրկվողի որոշման վրա։ Փորձագիտությունը կատարվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Երևան քաղաքի դատաբժշկական փորձագիտությունների վարչապետի կողմից
փորձականությունները եւ վերաբերական գիտիկան ինչպես նշեցի, մասնավորապես եզրակացության հետազոտական մասի գործի հանգամանքները հատվածում ապրագրավորումներում նշվել է, որ ինչպես երևում է քննիչի որոշումից, ոսկե վերաբերում է դատաբժշկական փորձականությունը շնորհների մասին որոշումը, 2008 թվականի մարտի 1-ից 2 ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած հրազենի պայքուցիկ նյութերի գործադրման սպանություններով զուգորդված զանգվածային արտադրություններ հրահրելու և կազմակերպելու դեպքերի ակտիվ քննվում է 622-26 քրեական գործը հարուցված Հայաստանի Հանրապետության քրեականության կապ 22-րդ մասի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշները։ Սույն քրեական գործի նախաքննության ընթացքում Անդրանիկ Գետիկյանը 2008 թվականի մարտի 17-ին հարցաքննվել է որպես վկա և ցուցմունքներ է տվել այն մասին, ցուցմունքի մասին բավարժան դատարանը չեն ցանկանում հրապարակել այս պայմանների պատճառներով, միայն նշեն բժշկական հաստատների տվյալները հատվածից գրառումների հատվածը, ինչպես երևում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի թիվ 1249/103 հիվանդության պահպանից ընդունվել 2008 թվականի մարտի 1-ին ժամը 0:45-ին վերակենդանացման բաժանում շահօգնության ուղերձով 8, այսինքն դամբուլային կառավարության հողում բացվում է գլխուղի ցնցում ախտորոշում։ Գանգատվում է թույլությունից, գլխացավից, մեջքի ցավից, ըստ իր և շահօգնության բժշկի խոսքերի ենթարկվել է ծեծի։ Նյարդաբանական ստատուս գիտակցությունը բաց կողմնորոշված պարոնացային մկամերի ռիգիդություն չկա, բռվել է իրար հավասար լուսային ռեակցիան բավարար։ Ունը նորմայի սահմաններում շարժումները վերջերում պահպանված ջրային ռեֆլեքսները հավասարաչափ ախորոմեդիական ոլտնախատային ռեֆլեքսներ չկան։ Տեղային աջ հետին ճակատային շրջանում առկա է 5 սմ սալջարդեր, պատահվել է վերքի ԱՎՄ, դրվել են կարեր, կսկավանդակի դան և որնաշարի Պարոնոսիերի հատվածի ստոյին ծնոտի ռենտգենոգրաֆիա, ոսկրատრავմատիկ փոփոխություններ չեն ակնաբերվել, սոնոգրաֆիա, ավտոմատական փոփոխությունների և ավտոմատիկ չի ակնաբերվել, կրծքային վիրաբույժի, վնասվածքաբանի, դիմացանոթային վիրաբույժի, ուրոլոգիայի վիրաբույժի կոնսուլտացիաները պաթոլոգիա չի ակնաբերվել։ 2000 թվականի մարտի 1-ի պահանջի համաձայն մի քրտիսատ է մնում այստեղ ուրիշ միտքնշված չէ, վերջը կետադրվել, այնուհետև նշում է կլինիկական ախտորոշում, աջ հետին ճակատային շրջանի փակող հյուսվածքների սալջարդեր։ Փորձագետի հետևությունների համաձայն Անդրանիկ Գետիկյանի մարմնական վնասվածքը հիվանդության պահպանների տվյալների աջից հետին ճակատային շրջանի սալջարդերքի այժմ սպինի ձևով հետևանք է որ հարաբերական կամ գործիքի ազդեցությանը հարվածի հնարավոր է նշված ժամկետում չի բացառվում նշված հանգամանքներում, որը պատճառել է հարվածությանը հետևնաս սահողության պատճառել ներկայումով նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 6 օրից ոչ պակաս, բայց ոչ ավելի 21 օրից։ Անդրանիկ Գետիկյանի գլխաշրջանի վնասվածքը ստանալով բանի կարող է գտնվել ցանկացած դեպքում, որը արգելք չէ հանդիսանում վնասվածքի պատճառմանը և գլխի աչքերի հետին ճակատային շրջանը ուղղված լինելով դեպի վնասված պատճառաբանական կամ գործիքներ։ Այլ մարմնական վնասված հիվանդության պահպաններում արձանագրված չէ։ Որոշմամբ առաջադրված մնացած հարցերին պատասխանել հնարավոր չէ, քանի որ հիվանդության պահպաններում վնասվածքի ներկայացումը լիարժեք չէ։ Եթե հետագայում ներկայանան փորձաքննողը և այլ դնդոր տվյալներ, հնարավոր է փոփոխություններ հետևություններ։ Փորձագետի եզրակացությունը ստորագրված է Շավարժ Գևորգյանի կողմից և ակրայի քննիչներով և նշեն, որ սրանից հետո էլ Գետիկյանը չի ներկայացվել դատաբժիշկ փորձագետի մոտ, այսինքն ըստ էության վերջի եզրակացությունն է։ Եվ մյուսը պատվարժան դատարան դատաբժիշկ փորձագետի թիվ 0435 եզրակացությունն է, վերաբերում է Դվիդոն Անդոնյանին, որը գտնվում է քրեական գործի 9-րդ հատորի 279-ից 280-րդ էջերում։ Սույն գործակալությունը ևս կատարվել է 2019 թվականի մարտին, մասնավորապես մարտի 15-ին քրիչի կողմից նշանակվող որոշման հիման վրա։ Փորձագետը Հայաստանի Հանրապետության Անվճռության նախարարության դատաբժշկական գիտական կենտրոնի դատաբժիշկ փորձագետ Արտեմյանն է։ Ըստ
փորձագետի եզրակացության այն փորձագործությունը կատարվել 2012 թվականի մարտի 15-ից մինչև մարտի 15-ի նստեցին, այսինքն երկու ժամանակետում ցանկանում եմ հետազոտական մասից հրապարակել գործի հանգամանքների հատվածի բովանդակությունը, ինչպես երևում է որոշումից 2008 թվականի մարտի 1-ից 2 նկատի ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած հրազանի պարտությունների գործադրման սպանությունները զուգորդող ցանկացային հանրություններ հրահրել քննում է 622-26 վերական գործը հավաստած Հայաստանի Հանրապետության Քրեական բյուջետի 225-րդ դրվագի 3-րդ մասի 235-րդ դրվագի 2-րդ մասի հատկանիշներով։ Սույն քրեական գործի նախագծության ընթացքում Գրիգոր Մխիթարյան Անդրանյանը ճանաչվել է դժոխ 78 հետ տպել բացում թողնում է հատվածը, քանի որ չեն հետազոտել ըստ փորձաքննողի խոսքերի հատվածի 2008 թվականի մարտի 1-ին ժամը 0:30-ի սահմանին ոստիկանության աշխատողներից եցին ենթարկետին իրեն հատվածել մատակարարել մասերին, որից հետո վերին մարտով ավազելակին ուժողություն են դիմել ուժ կետ։ Բժշկական փաստաթղթերի տվյալների հատվածում նշված գրառումների համաձայն, ինչպես երևում է, որոշմանը կից ներկայացված երկրորդ ուժ միավորումից տրված 57 ամբուլատոր քարտի քսերոբաժներից Հիվանդը դիմել է 2008 թվականի մարտի 1-ին ժամը 09:20-ին։ Ախտորոշում գլխի ճակատային շրջանի սալջար պատրած վեր։ Հիվանդը գանգատվում է ճակատային շրջանի ցավերից, արյունահոսող վերքից։ Ըստ հիվանդի միջադեպը տեղի ունեցել ազատության հրապարակում, հիվանդի գլխի ճակատային շրջանում առկա է մոտ 6 սանտիմետր երկարությամբ պատրած սալջար վերք, որը արյունահոսում է, վերքի եզրերը անհատ են, վերքի շրջանը այլոցված է, կատարվել է վերքի մշակում, կարում, վիրակապ։ Հասնական զգացան տվյալները հատվածի համաձայն գլխի ճակատային շրջանում անցնող միջինից և քթի հիմի շրջանը առկա է անդամում ավելանձեր 5.7 անգամ 0.3 սանտիմետր չափերի, գրեթե շրջակա առողջ մաշկի մակարդակին դրդվող սպիտակավուն գույնի տեղ-տեղ քիչ փայլուն մակերեսով որոշակի կոնսիստենցիայի հետևությունները դատապաշտ փորձագետի Անդոնյանի ստացած մարմնական վնասվածքը գլխի աջ ճակատային շրջանի սալջար կապակցված վերքի ներկայումս թիի ձևով պատճառվել է 8 հարակային ներգործության հետևանքով հնարավոր է նշված ժամանակի և հանգամանքներում, որը պատճառել է առողջության հետև վնաս, առողջության քաղաքականայնով նկատի ունենալով վնասվածքների անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 6-ից ավելի, բայց ոչ ավելի քան 21 օր։ Փորձագետի եզրակացությունը ստորագրված է Դարբինյանի կողմից դատաբժշկական փորձագիտական հիմնարկի կնիքի դրոշով։ Դատաբժշկական փորձաքննությունները կարծես թե այսքանում ավարտվում են։ Մյուս գրավոր ապացույցը պատմորժան դատարանը զննում կատարելու մասին արձանագրությունն է, որը կապվել է 2019 թվականի փետրվարի 9-ին։ Այդ զննության արձանագրությունը գտնվում է քրեական գործի 9-րդ հատորի 13-ից 69-րդ էջերում։ Զննությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայության պետնահատի հետգրավողների կողմից, ինչպես նշեցի 2015 թվականի փետրվարի 9-ին, զննությունը սկսվել է ժամը 10:05-ին, ավարտվել է ժամը 10:45-ին։ Զննությունը կատարվել է դերականների մասնակցությամբ, ներկայությամբ, ոստորյալների նշված են զննության արձանագրությունում։ Քննիչի զննության արձանագրության բովանդակության համաձայն վերջինս զննել է քննչակախմբի բարեկամ քրտողի 622-026 քրեական գործով 2018 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության գրադարանի և արխիվի կողմից արգելված քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթերը, որոնք հարյուրավոր զննել են արձանագրությունում,
Պաստորագրը սնուցան պարզվենք է, որ 6-րդ սպարատղտե աշխում գտնվող հարաբակարներից մեկում արկա պաստատղտերի զրոցի համար կարող են հետաքրություն ներկայացնել հետևյալ պաստատղտերը։ Ըստ պայմանական համարակալման 1.1 Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի դեկտեմբերի 9-ի 708 գործակետների հաստատված խմբի խոսքը վերաբերում ազգային ժողովի գործակետների հաստատված խմբին ղեկավարը հաստատված Ստեփանյանին հայտնել է, որ 85-26-85 և 33-42 ՏՆՏ-ին համարալիշերով ավտոտրանսպորտը, ինչպես նաև մարտի 1-ի պաշտպանության նախարարության զին համարալիշերով մի շարք բեռնատար մեքենաներ և ավտոբուսներ տրամադրվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, ոստիկանության զորքերի ծառայողների տեղափոխման համար ոստիկանության ղեկավարության ընտրականը։ Մյուսը պայմանականորեն 1.2 հաստատուկը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Մեհերյանը 2008 թվականի նոյեմբերի 11-ին թիվ 10 օգտորակ 4-1 2940 դրությամբ հաստավակ խմբի պարզաբանումները տվել ոստիկանության ստորաբաժանումների կողմից պատերական հրապարակ դնալու և այդտեղ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև ժամ 10 դրությամբ ոստիկանության զորքերի սպայական և նոսպայական ծառայողներին ինքնաթիռի հատուցումով տեղակայելու համար նախատեսված պատասխանատուներ հատուկ միջոցառումների վերաբերյալ։ Մյուսը պայմանական համարակալման կերի հաստատուկը զնված համարում բովանդակությունը ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Սարգսյանը, Ալիկ Սարգսյանը 2008 թվականի նոյեմբերի 24-ին թիվ 10 օգտորակ 4-1 դրությամբ հաստատված խմբի տրամադրել է պահպանումներ 2008 թվականի փետրվարի 28 և 2008 թվականի փետրվարի 29-ը ազգային ամբողջական ծառայության և ոստիկանության ստորաբաժանումներում ստացված տեղեկությունների վերաբերյալ կապված պատերական, այսինքն մի ազատության հրապարակում գտնվող ցուցարարների հրազեն նորմատիվ պայքարի քույրեր մեկնաբանվել և համապետ բաժանվելու վերաբերյալ։ Նույն դրությամբ տրամադրվել է տեղեկություններ նաև ոստիկանության կողմից նախապատրաստական աշխատանքների և 2008 թվականի մարտի 1-ին վերը նշված հրապարակում, այսինքն ազատության հրապարակում իրականացված գործողությունների վերաբերյալ։ Պայմանական համարակալման 1.4 հաստատուկը ըստ որի վերը ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Մեհերյանը 2009 թվականի հունվարի 15-ին թիվ 10 օգտորակ 4-1 դրությամբ հաստատված խմբին հայտնել է, որ ըստ էության այս հատվածը բացառում է քանի որ վերաբերել իջազացան հրապարակին, կարծում եմ հետազոտի բանվերությունների շրամ։ Բաց են թողնում նաև պատվարժան դատարան պայմանագրում 1.5 համարակալման հաստատքի բովանդակությունների հետազոտումը, 1.6-ը վերջին լիստով բաժանումը 1.5-1.6 զգովից ներկայացված հաստատում արված չի, դուք ընդհանուր մեկ արձանագրություն եք տվել 2015 թվականի փետրվարի 9-ի վերաբերյալ 13 համարակարգի մասնանում են, այս պայմանական բաժանումները ներկայացված չեն դատավարության մասնակիցների ներկայացրել, դուք ավելի համառոտ եք տվել սա, այդ պատճառով դուք կարող եք այն մասերը, որոնք անել եք ընդհանրապես չանդրադառնել, ներկայացնել սա շատ կարճ եք դրել, կողմերի տվել։ Լավ։ ԱԾ տնօրեն Գուրիկ Ակոբյանը կողմից ներկայացված մասն է 2902 թվականի ցանկապատի այդ մասից ուզում եմ 1.8 պայմանական համարակալումից պետք կարող է բանտա Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ ոստիկանության գեներալ մայոր Ալիկ Սարգսյանը 2008 թվականի դեկտեմբերի 18-ին թիվ 10 օգտորակ 4